Այստեղ ակնհայտ են լուսարձակող նյութի հետքերը եւ կաշառք բառը։ Ուլտրամանուշակագույն լույսի տակ լուսարձակվող այս թղթադրամները ըստ իրավապահների կաշառք են ընդհանուր 9 միլիոն դրամ։ Գումարը հայտնաբերվել է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից շահագործվող մեքենայից։ Դեպքը բացահայտվել է հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում։ Սույն թվականի հունվարի 14-ին հակակոռուպցիոն կոմիտեի է դիմել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացի եւ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի երկու աշխատակիցներ իրենից պահանջել են առանձնապես խոշոր չափի 9 միլիոն դրամ կաշառք իր օգտին ապօրինի գործողություններ եւ հովանավորչություն կատարելու համար։ Քաղաքացու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որից հետո իրավապահները սկսել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բարձելու ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի բոլոր մանրամասները։ Տվյալներ են ստացվել այն մասին, որ ենթադրյալ կաշառք պահանջած անձինք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության գլխավոր օպերլիազորներ, ովքեր իրենց իրավասության սահմաններում ստուգողական միջոցառումներ են իրականացրել տնտեսվարողի նկատմամբ։ Իրավապահների փոխանցմամբ կաշառքի պահանջը ներկայացվել է տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց։ Նշված տնտեսվարողը զբաղվել է առևտրով, իրականացրել է մեծածախ եւ մանրածախ առևտուր, իսկ կաշառքի պահանջը ներկայացվել է վերջինիս օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է խախտումները չարձանագրելու, խանութը չփակելու, աշխատակիցներից բացատրություններ չվերցնելու եւ այլ ապօրինի գործողություններ կատարելու դիմաց։ Դեպքերի բացահայտման համար իրականացվել է կաշառք տալու կամ ստանալու նմանակում գաղտնի քննչական գործողություն, որը կատարվել է օպերատիվ հետախուզական մարմնի վերահսկման ներքո եւ տեսազայնագրմամբ։ Պետական եկամուտների կոմիտեի հիշյալ պաշտոնատար անձինք իրենց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցում տնտեսվարողից ստացել են կաշառքի առարկա 9 միլիոն դրամը, որից անմիջապես հետո ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության ծառայողների կողմից եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Այնուհետև կատարվել է մեքենայի խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։ Պետեկամուտների կոմիտեի գլխավոր օպերլիազորների նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Քննիչի խոսքով գաղտնի քննչական գործողության արդյունքում գումարը նախապես մշակված է եղել հատուկ քիմիական նյութերով, ինչը հնարավորություն է տվել ապացույցները հստակ ֆիքսել։ Կաշառքի առարկա 9 միլիոն դրամ գումարը խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել է մեղադրյալներից մեկի մասնակցությամբ, այնուհետև փորձագետի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել եւ զննվել են։ Տեսնում եք դուք կաշառքի առարկա գումարը։ Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ-2 գլխավոր օպերլիազորների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։